2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար, Փարիզում խաղաղության 8-րդ ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահություն է հայտնել, որ մի քանի ամսից կայանալիք ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը։ Հավելել է, Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին։ Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախանշված են 2026 թվականի հունիսին։ Գեղարքունիքում շարունակվում են Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները։ Մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ նորություն դեռևս չկա։ Նա հավելել է, քննարկվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Երեխայի որևէ հետք սակայն չկա։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ։ Կոմիտեից Factor TV-ին հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով։ Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանում Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։ Ըստ կառավարության պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետբյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում արդեն վճարվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ 250 միլիոն դոլարի չափով վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի, կառավարությունը հավանություն է տվել նախագծին։ Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին։ Օրենսդրական փոփոխությունները կներկայացվեն ազգային ժողովի քննարկմանը։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կայացած հանդիպմանը այն շատ կարևոր գնահատելով։ Նա միաժամանակ հավելել է, Հարավային Կովկասը երբեք խաղաղությունը չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկներն այստեղ են։ Ռուսաստանի վերջին հենարանը ըստ Վրաստանի նախկին նախագահի Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։ Լուվրի կողոպուտի գործով եւս 5 անձ ձերբակալվել է, այդ թվում գլխավոր կասկածյալը հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն։ Նա հավելել է, գլխավոր կասկածյալն իրենց տեսադաշտում է եղել։ Կան ԴՆԹ ապացույցներ, որոնք ըստ դատախազի նրան կապում են կողոպուտի հետ։ Բեկոն հայտնել է նաեւ, որ 88 միլիոն եվրո գնահատվող զարդերը դեռևս չեն հայտնաբերվել։